հարցեր եք այո, շատ կարևոր հարցեր եմ առանձնացրել նաև սոցիալական խնդիրների վերաբերյալ նախ մենք այսօր առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Կրասնոդարում շատ ողբերգական հանգամանքներում մահացել է արցախցի պոետ, արցախցի լրագրող Կարեն Շիինյանը, այն որ դուք ամեն ինչ անում եք, չէ՞ որ արցախցիները արտագաղթեն, այդ տղան պատերազմին մասնակցած, այդ տղան եկավ Հայաստան, այստեղ չկարողացավ որևէ կերպ աշխատանք գտնել, արտագաղթեց Կրասնոդար եւ երբ որ հետևում ենք Կարենի էջին, մենք տեսնում ենք նրա կատաստրոֆիկ ծանր հոգեվիճակը եւ շատ ծանր ողբերգություն ա տեղի ունեցել, նա աշխատում էր ձեթի արտադրամասում եւ ընկել է այդ այրվող, այդ շատ ծանր, այդ հաստոցների ձեթի մշակման հաստոցների տակ էսա ձեր ուզածը էսա, որ ինչպես ձեր համակիր մի առանձնյակ էր գրել, ուրախանում եք, որ 11,000 արցախցի արդեն արտագաղթել է, որովհետև ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում, խի Արցախում հայ չկա, նշանակում է Արցախցու պրոբլեմ չկա, բա այդ 150,000-ը, որ եկել են այստեղ ձեր մեղքով, ձեր հայաթափման, Ալիևի հետ միասին կազմակերպած ձեր էթնիկ զտման արդյունքում այստեղ իրավունք չունեն, հա? Թե նրանց իրավունքները այլևս պրծել է, այդ մարդկանց իրավունքները զրոյացված են, որովհետև ձեր պրեմիաների գումարները չեն բավարարում, պետական պարտքը, արտաքին ու ներքին, այն աստիճանի եք հասցրել եվրոբոնդեր թողարկելով, չգիտեմ ինչերով, որ մի 15 սերունդ մենք այլևս Նիկոլի վերցրած պարտքերն ենք փակել